Տեսահոլովակը դիտելուց հետո կարծում եմ ճիշտ ժամանակն է խոսել երաժշտությունից, երկու բարից, մասնավորապես, որովհետև օրեր անց ապրիլի 29-ին նշվելու է բարի միջազգային օրը եւ հենց այդ առթիվ Կարին հավանդական երկու բարի խմբի գլխավորությամբ նորովի եւ աննախադեպ մասշտաբներով համերգ է մեզ սպասվում սիրելի հեռուստադիտողներ։ Կարևոր է, որ մեր մշակույթը դեռ պահպանվում է, պահում են, կան երիտասարդներ, որոնք իրենց լիավյունով պահում են եւ շարունակում են գործը, իսկ թե ինչի մասին է, խոսենք մեր հյուրի հետ։ Կարին ավանդական երկիպարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Դինոսյանն է մեր հյուրը։ Բարի լույս, Անի։ Ինչպե՞ս եք։ Նախ բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Անի, թերևս դուք ձեզ վրա վերցրել եք շատ կարևոր գործ շարունակելու, այդ չասը քաղցր ծանրություն, այսպես ասեք, այս տարի ինչ է սպասվում հենց ապրիլի 29-ին։ Մի ամբողջ առանցություն կրելով, այո, շարունակում եք։ Նախ ասեմ, որ ապրիլի 29-ը դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված բարի միջազգային օրն է եւ այդ օրը ամբողջ աշխարհը նշում է այդ օրը։ Մենք 2016 թվականից միգուցե մի փոքր ավելի շուտ հստակ հիմա չեմ հիշի, պարոն Գինոսյանի գլխավորությամբ սկիզբ դրեցինք ավանդույթի, որ Հայաստանում եւս մեծ շուկով պիտի նշենք ապրիլի 29-ը եւ մեր նշելու ձևը դա հրապարակային մեծ վարպետաց դաս կազմակերպելն էր, որը այս անգամ էլ տեղի կունենա, այսինքն այդ ավանդույթը շարունակվում է։ Այս անգամ ապրիլի 29-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում երեկոյան ժամը 7-ից, լինելու է մեծ վարպետաց դաս եւ մասնակցելու են նաեւ մեր ճյուղ խմբերը, թվով մոտ 10 խումբ ենք լինելու, 10 խմբով փորձելու ենք բոլոր ցանկացողներին սովորեցնել ավանդական բարերը։ Այլամասշտաբն ու բացառիկը այդ առումով կարող ենք ասել։ Անի, սովորաբար ամեն ուրբաթ օր, եթե չեմ սխալվում, Կասկադի տարածքում է տեղի ունենում բաց դասեր, տարեստարի կարծես ավելի հետաքրքրությունը մարդկանց շատանում է ու երիտասարդների ենք նկատում ավելի շատ։ Ինչպիսի դինամիկա կա, այս վերջին տարիներին ավելի շատ երիտասարդներ են գալի, թե արդեն այն մարդիկ են, ովքեր մի անգամ միացել են ձեզ։ Նախ ասեմ, որ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը իրականացնում ենք բարերի բաց դաս Կասկադում, Գաֆէսչյան քանդակների պուրակում եւ վերջին շրջանում ծավալները բավական գնալով մեծանում են, արդեն քիչ-քիչ սկսում ենք չտեղավորվել Կասկադի տարածքում եւ պիտի ուրախությամբ նշեմ, որ մեծ մասամբ դրանք երիտասարդներ են, նույնիսկ դպրոցահասակ կամ մի փոքր ավելի մեծ եւ հետեւաբար պարբերաբար, այսպես ասած, կադրային փոփոխություն է տեղի ունենում, այսինքն ավելի երիտասարդներն են հաճախ ներկա լինում, բայց նաև կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ դա նշանակում է, որ պարել իմացող մարդկանց քանակը օր-օրի կամ տարեց տարի աճում է եւ նաև նշեմ, որ այդ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրերի բաց դասը սկսել ենք իրականացնել դեռևս 2005 թվականից, այսինքն 20 տարուց ավելի, մեկնարկը տվել ենք Նարեկացի արվեստի միության հետ համատեղ եւ մեր քաղաքը մեր տունն է հիմնադրամի եւ այսօր էլ ծմռան ցուրտ ամիսներին տեղափոխվում ենք Նարեկացի արվեստի միությունում, իսկ 2009-10 թվականներից արդեն Գաֆէսչյան քանդակների պուրակում տաք ամիսներին։ Անի, բարի միջազգային օրվա հետ կապված այդ համերգին միայն պրոֆեսիոնալ բարի խմբեր, պարողներ կարող են մասնակցել, թե շարքային քաղաքացիները նույնպես։ Չէ, ինքը համերգ չի որպես այդպեսին, պրոֆեսիոնալ խմբերը կլինեն տարազներով, բեմական հագուստներով, բայց իրենք սովորեցնելու են բոլոր եկողներին պարել։ Բաց է բոլորի։ Այո։ Նախորդ միջոցառումներին մինչև 3-4 հազար մասնակից ենք ունեցել, այս տարի սպասում ենք ավելի։ Լավ, Անիկ, ասեք, հատկապես որ պարաձևերն են, որ պարել չկարողացող մարդկանց համար հեշտ է յուրացնելը, թե հաշվարկի առումով, թե երաժշտության եւ որոնք ավելի հենց բաց դասերի համար եք նախատեսում։ Հիմնականում դրանք պարզ զսպանակային համակարգ ունեցող պարերն են, բայց մեզ մոտ նաև այդ բաց դասերին գալիս են շատ մարդիկ, ովքեր գիտեն մեծ քանակի պարեր, հետևաբար ուսուցումային հատվածից զատ ունենում ենք նաև հատվածներ, որտեղ ուղղակի պարում ենք բոլորով միասին արդեն։ Եվ նաև ունենք իհարկե սիրողական դասընթացներ այն մարդկանց համար, ովքեր ուզում են ավելի խոր ուսումնասիրել, որովհետև պարզ է, որ մեկ այդպես բաց դասի շրջանակում ամբողջ ծավալի ինֆորմացիան հնարավոր չէ։ Դա այսպես ասած առաջին այդ գրավող հանգամանքն է, որ մարդիկ հետաքրքրվեն, հետաքրքրությունը արթնանա եւ փորձեն ավելի խոր ուսումնասիրել մշակույթը։
Անի նաև հետաքրքիր է, քանի որ պարոն Գինոսյանը տարիներ շարունակ իր խոսքով, իր տրամադրությամբ բոլորիս սովորեցրեց սիրել մերը, հատկապես այս վերջին տարիներին։ Հիմա նրա բացակայությունը արդյոք ազդում է, թե ընդհակառակը մարդիկ նրա արած ժառանգությունը թողնելու պահելու համար ավելի շատ են միանում։ Ես կարծում եմ երկու հանգամանքն էլ կա։ Առաջինը, որ իր բացակայությունը, այսպես ասած, պատասխանատվությունը դրել է այլ մարդկանց ուսերի եւ այդ մարդիկ վերցրել են այդ պատասխանատվությունը, այդ թվում Կարին ավանդական երգի բարի խումբը։ Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ ինքն իր տեսակով անփոխարինելի է եւ հետեւաբար այդ բացը լրացնելը բավական բարդ է, այդպես մի քանի հոգով նույնիսկ դժվար է լինում եւ հատկապես իր հրապարակային ոգեղեն խոսքի կարիքը շատ ենք զգում մենք եւս եւ վստահ մեր համակիցները եւս։ Եվ դուք եք առաջին հերթին կարծում եմ հենց այն մարդը, որ այդ ամբողջ պատասխանատվությամբ լծվել է այդ գործը շարունակելու։ Հա, փորձում ենք իհարկե, որովհետև իրականում ինքն իր ողջ կյանքը նվիրել է, որպեսզի ավանդական պարերը կարողանա հանրահռչակել եւ սիրել տալ, եւ մենք էլ իր զինվորներն ենք, իր գաղափարի զինվորներն ենք, իր աշակերտներն ենք եւ այլ կերպ ուղղակի լինել չէր կարող։ Մենք այդ իրադրության հետևանքն ենք էլի։ Եվ ոչ միայն ավանդական պարը, կարծում եմ մեր բոլորի սիրելի, հա, պարոն Գինոսյանը մեր հայկական մշակույթը, մեր ինքնությունը նաև պահող եւ բարձրաձայնող վառ կերպարներից էր։ Եվ ինչպես արդեն դուք էլ նշեցիք, նրա խոսքը բանավոր խոսքի մեջ այնքան ուժ կար, որը թերևս մեկ անգամ լսած մարդու մեջ արդեն նստվածք տալիս է եւ տեղափոխում է այդ հայկական իրականության մեջ։ Իսկ ընդհանուր ինչ գործունեություն է վարում հիմա Կարինը, մի փոքր այդ մասին էլ խոսենք։ Մենք նույն կերպ շարունակում ենք ինչպես առաջ, այս տարի մեզ համար հոբելյանական է եւ Կարինի 25-ամյակն է եւ մեր մանկապատանեկան ծովակ խմբի 25-ամյակն է եւ պարոն Գինոսյանի 60-ամյակն է, այնպես որ տարվա մեջ դեռ բազում միջոցառումներ ունենք, առաջիկայում իհարկե ծովակի 25-ամյակի նվիրված համերգ ենք ունենալու հունիսի 9-ին, օգոստոսին պարոն Գինոսյանի տարեդարձի կապակցությամբ ունենում ենք փառատոն, սա արդեն երկրորդ տարին կլինի, անցած տարի եւս ունեցել ենք Գյումրի քաղաքում, այս տարի նույնպես Գյումրիում ենք լինելու եւ ունենալու ենք բավական մեծ քանակով մասնակից խմբեր, այդ թվում նաեւ Սփյուռքից խմբեր ենք հյուրընկալելու եւ աշնանը արդեն Կարինի հենց 25-ամյակը եւ նորից պարոն Գինոսյանի 60-ամյակը արդեն համերգային ձևաչափով կտոնենք եւ նաեւ եթե Աստված հաջողի ունենք արդեն առանձին նվագախումբ, ովքեր առանձին եւս հանդես են գալիս, նաեւ նվագախմբի մեկ համերգ կունենանք լրիվ նոր ծրագրով։ Իսկ նվագախմբի ձևավորմանը ինչ է նպաստեց, որ առանձին նվագախմբի ձևավորվեց։ Իրականում շատ երկար պարոն Գինոսյանը ինքը ուզում էր, որ կարողանանք մեր պարեղանակները կամ երգերը մեծ ծավալի գործիքակազմով նվագել, որովհետև հնչեղությունը իհարկե փոխվում է, երբ շատ գործիքներ են նվագում, եւ այդ մտքերը անընդհատ կային մեր մոտ, բայց համապատասխան նախադրյալներ, այսպես ասած, կամ նախապայմանները չկային։ Հետո երբ որ մեր բենդը երաժիշտների կազմը փոխվեց, ավելի երիտասարդ կազմ եկավ, մի քիչ ավելի ռիսկով, այսպես ասած, երիտասարդներ են, ու մի անգամ համերգներից մեկի ժամանակ իրենք մի առանձին կտոր մենակ իրենք նվագեցին, ու այդտեղից իմ մոտ միտքը առաջացավ, որովհետև շատ ոգևորվել էի այդ համարից, տղաներին ասեցի միգուցե մտածենք առանձին մի բան անելու մասին նվագախմբով, որովհետև շատ լավն ենք, այդպես սկսեցինք խմորել միտքը, իհարկե այդ պահին մենք 6 երաժիշտով էինք, մինչև 15 հոգով, այսինքն դարձանք 15 հոգանոց նվագախումբ, որոնց հետ նաև առանձին մի քանի նախագծեր ենք ունեցել եւ համերգներ ենք ունեցել եւ անցած տարի ունեցանք Խնկահոտ Էրգիր ազգագրության թատրոնը, որը ուղեկցվում էր 15 հոգանոց նվագախմբի կենթանի նվագակցությամբ։ Հիմա նոր ծրագրի վրա ենք աշխատում, որպեսզի նոր մի փոքր ավելի քիչ հայտնի երգեր վերհանենք։ Նվագախմբի հիմնական նպատակը եւ պարեղանակները եւ երգերը նոր մշակումներով Երևան հանելն է։ Եվ այդ տեսանկյունից նաև ունենք անհատ կատարողներ նվագախմբի կազմի հետ, դա Արամն է Մովսիսյան, Սուսաննա Նաջարյան եւ Մերին Մասունք խմբից, այդպես իրենց հետ
փորձում ենք նաև երգերը հանրահրճակել։ Դիպելու նոր արվեստներ Իսկապես հետաքրքիր հագեցած առաջիկա ծրագրեր, իհարկե, բայց ամենակարևորը դեռևս ապրիլի 29-ի Պարի միջազգային օրը միասին տոնելու օրն է։ Անի, իսկ պարացանկը բոլոր համերգներին, փառատոներին հիմնական մասը նույնն է լինում, թե հնդածած նոր բարեր են մշակվում, ի հայտ բերվում գուցե։ Իրականում բավական կրկնվում է ծրագիրը, բայց մենք աշխատում ենք նոր բարեր վերականգնելու ուղղությամբ, որովհետև ունենք բավականին մեծ արխիվային նյութ եւ Սրբուհի Լիսիցյանը, հայ էթնոպարագիտության հիմնադիրը, ունի գրանցած մոտ 2000 նմուշ պար եւ արդեն Պարոն Գինոսյանի արխիվները, որոնք թվագրվում են մոտ 600 նմուշ պար, բնականաբար մենք այդ ամբողջ ծավալը բեմ չենք բարձրացնում, հիմա աշխատում ենք եւ առաջիկայում եւ Ծովակի մենահամերգին եւ Կարինի մենահամերգին կունենանք նոր պարանմուշներ բեմի վրա, բայց նաեւ պիտի նշեմ, որ նոր պար վերականգնելը ինքը բավականին երկարատև եւ դժվար աշխատանք է գիտական, կարիք է լինում հաճախ համադրել նյութը տարբեր աղբյուրների հետ, ճիշտ ու սխալ անել, հետո նաեւ ֆիլտրել, թե որն է ավելի բեմական, այսինքն ի վերջո մենք այսօր այդ մշակույթը բեմ ենք բարձրացնում, ինքը պետք է նաև բեմի կանոններին համապատասխան լինի, դրանից հետո նոր անցնում է խումբը սովորելու process, խումբը սովորելուց հետո դա պիտի բեմադրվի, այսինքն ինքը մոտ կախված բարի բարդությունից, բայց մինչև մի քանի տարի տևող process կարող է լինել մի բարի վրա տարվող աշխատանքը։ Թվում է, թե բեմում ձեռքի տված պարում են եւ այդ ամենը շատ հեշտ է, բայց ահռելի աշխատանք է տալու։ Հա, ետնաբեմում իրականում բավականին մեծ թիմ է աշխատում, նույնիսկ մարդիկ, ովքեր բեմում չեն, ունենք գիտական կենտրոն, ովքեր զբաղվում են այդ բոլոր հետազոտություններով։ Թե ազգային բար է, որտեղ յուրաքանչյուր շարժումը խոսք ու հղում է, բնականաբար երկարատև աշխատանք է։ Մոռացանք նշել, թե որտեղ է լինելու Ազատության հրապարակում նշել եք։ Ազատության հրապարակ։ Դե ինչ շնորհակալություն, Ես էլ եմ շնորհակալ։ ամեն ինչ մասին պատմելու, ես էլ Դիանան մաղթում ենք, որ ամեն ինչ հարթ գեղեցիկ եւ ինչպես միշտ էներգիայով լի անցնի։ Շնորհակալություն, ձեզ էլ կսպասենք։ Սիրով շնորհակալ ենք անչափ։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Կարին ավանդական երգ-բարի համույթի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանի հետ, շարունակեք մնալ մեզ հետ։